Էլքոյի հայտարարությունը պինդ բռնած շապիկին եկեք խնամենք բնությունը կոչով երիտասարդը Նարեկն է, ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի օրվա էկոակտիվիստ հյուրը։ Ուրախ են տեսնել, աջակցել երկրի տարբեր խնդիրներով մտահոգ նոր սերնդի ներկայացուցիչներին, ասում են այստեղ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար շատ կարևոր է հարթակներ տրամադրել երիտասարդների ու դեռահասների համար, որպեսզի իրենք կարողանան ճգնաժամերի, խնդիրների, համայնքային խնդիրների համար լուծումներ առաջարկել։ Հերթական նախաձեռնությունը նախորդ շաբաթ էր կլիմայի փոփոխության հարցերով միջազգային երիտասարդական կառույցի տեղական Հայաստանի խորհրդի համաժողովի անցկացումը։ Երևանն ու մարզերը ներկայացնող 100-ից ավելի երիտասարդ հավաքվեցին, քննարկեցին ու փաստաթուղթ մշակեցին, որը կներկայացնեն աշնանը մեր երկրում կազմակերպվող COP17-ին։ Հայտարարությունը վերաբերում է կենսաբազմազանության պաշտպանությունից, կանաչ տնտեսություն, կլիմայական խնդիրների ֆինանսավորումից, պարենային անվտանգություն ու մաքուր գյուղատնտեսություն 5 հիմնական հարցի, որոնց շուրջ երիտասարդներն իրենց պահանջներն են առաջ քաշել։ Օրինակ մենք պահանջում ենք կոնկրետ քայլեր կատարել, բյուջեում առնվազն 10% հատկացնել կլիմայական հարմարվողականության ու մեղման ծրագրերին, բացի դրանից ապահովել, որ երիտասարդությունը ունենա կանաչ աշխատատեղեր, ունենա կանաչ հմտություններ, նաև ինստիտուցիոնալ դեր տրվի երիտասարդների խորհրդին, որը որ կզբաղվի կլիմայի հարցերով եւ կլինի շրջակա միջավայրի նախարարության առընթեր ու կունենա նաև հիմնական ֆինանսավորում ու կարողանա նաև իր ձայնը որոշիչ դարձնել կլիմական քաղաքականությունների մշակման հարցում։ Ավելին, այս հարցով ուզում են վետոյի իրավունք ստանալ։ Երիտասարդների բնապահպանական առումով խիստ պահանջատեր լինելը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում միայն ողջունում են։ Շատ լավ է, որ նոր սերունդը սրտացավ մոտեցում է ցուցաբերում էկոլոգիական գլոբալ ռիսկերին, արձանագրում է Հասմիկ Ալեքսանյանը։ Գուցե հենց իրենք կարողանան իրավիճակ փոխել։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջերս արած մի հետազոտություն պարզել է, որ կլիմայական փոփոխությունների պատճառով նաև Հայաստանի երեխաներն ու դեռահասներն են խոցելի սոցիալական, առողջական տեսանկյունից։ Զեկույցում հստակ նշվում է, որ 3-ից ավել խնդիրներ կան ու կլիմայական ճգնաժամեր կան, որոնց ենթարկվում են երեխաները, 580,000-ից ավել երեխա 2 կլիմայական ճգնաժամի է ենթարկվում, 30,000-ից ավել երեխա արդեն ավելի 3-ից ավել ճգնաժամերի ու այդ ճգնաժամերի մեջ մտնում են օդերևութաբանական ճգնաժամերը, ջերմային ալիքները, օդի աղտոտվածությունը, որը նաև բերում է տարբեր հավելյալ խնդիրների, սննդի անվտանգության, առողջական խնդիրների։ Անտառածածկ տարածքները Հայաստանում մինչև 2035 թվականը 15%-ի հասցնելու խոստումն արագացնել, անցնել երաշտադիմացկուն ծառեր տնկելուն, հատուկ ուշադրություն դարձնել քաղցրահամ ջրի մեր ամենամեծ աղբյուր Սևանի ավազանին, ավելացնել վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը։ Սրանք կոնկրետ կետեր են Հայաստանի ազգային հայտարարությունից։ Նարեկն ու ընկերները Էլքոյի 26-ի միջազգային թիմի կազմում այն կներկայացնեն կոպի բլու զոնում։ Մինչ այդ բնապահպանական իրենց պահանջներին կծանոթացնեն շրջակա միջավայրի նախարարին։ Հանդիպման հրավեր ունեն օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային օրը։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան լուրեր։